պարոն Նորիկյան, նախորդ նիստի ժամանակ վկաներից մեկի խոստովանությամբ թշնամու շարժը վերահսկելու համար նախատեսված տեսախցիկները ուղղվել են դեպի Ազատի կացարան։ Ձեր գնահատմամբ այդ գործողության մեջ ինչ առեղծված եք տեսնում եւ ով ու ինչ նպատակով է մարտական դիտարկման շեղումը կատարել։ Դուք գիտեք, որ նախորդ դատական նիստում նման հարցադրումներ մեզ մոտ էլ առաջացան եւ մենք փորձել ենք դատակոչված վկաներից ստանալ այդ պատասխանները, թե ինչով է պայմանավորված եղել, որ հենց հրդեհի ուրեմն պահին հակառակորդի գործողությունները եւ հնարավոր շարժը դիտարկելու փոխարեն տեսանկարահանվել է հրդեհը եւ դա պատճառաբանվեց նրանով, որ այդ տեսախցիկներից շատերը իրենց կառավարման վրացկողությունից դուրս են եղել եւ ենթադրաբար դա պայմանավորված եղել հրդեհի արկայությամբ։ Ես այս բանը չեմ կարող ասել դա ում թույլտվությամբ եւ հանձնարարությամբ եղել, բայց ակնհայտ է, դուք ճիշտ եք նկատառում, որ ըստ էության հակառակորդին դիտարկելու փոխարեն տեսախցիկները պտտվել են դեպի թիկունք, այսինքն Ազատի կացարան, որով եւ փորձ է արվել լուսանկարել հրդեհի պահը։ Այսօր հարցաքննված փորձագետը բացառեց հաղթիռի կամ այլ հրազենի միջոցով առաջ եկած պայթյունի վարկածը։ Ձեր համար ինչ համոզիչ էր այս փորձագետի դիտարկումները։ Գիտեք, դուք ճիշտ եք, ըստ էության իմ կողմից բարձրացված հարցերին փորձագետը նման պատասխան տվեց եւ ըստ էության բացառեց որևէ հրթիռային հարձակման կամ պայթյունի արկայությունը, թեև պետք է արձանագրել, որ նույն եզակայության մեջ արձանագրված է, որ այնուամենայնիվ կացարանում եղել են պայթյուններ, բայց դրանք հետևանք են եղել փամփուշտերի արկղի պայթյուններով, բայց այնուամենայնիվ նշված փորձագետը մի քանի ուշագրավ տվյալներ հաղորդեց, որոնք իմ կարծիքով բավականին ուշագրավ են, ըստ էության նա բացառեց, որ փայտե վառարանի արդյունքում կարող էր շմոլ գազ առաջանալ, ըստ էության դա ինչ է նշանակում, դա նշանակում է հետևյալը, որ դատաբժշկական փորձաքննություններով, որ զինծառայողների վրա է հասել շմոլ գազի եւ ջերմային ներգործության միջոցով ընդունում կենթանության օրոք, բավականին ուրեմն վիճելի եւ վիճահարույց է դառնում, որովհետև տեսեք, եթե մենք համադրում ենք տվյալները եւ վերականգնում ենք քրոնոլոգիան, եթե մենք մի կայք հիպոթետիկ հիմք ընդունենք քրեական վարույթ իրականացնող մարմնի առաջ քաշած վարկածը եւ այսօրվա փորձագետի տված տեղեկությունները, ստացվում է հետեւյալը, որ հրդեհից հետո է շինությունը հրդեհվել եւ հաշվի առնենք այն հանգամանքը, որ վառարանը, քանի որ վառվել է փայտով, դրանով հնարավոր չէ շմոլ գազ առաջանալ այդ տարածքում, այլ շմոլ գազը հիպոթետիկ կարող էր առաջանալ կացարանի այրման հետևանքով, սա նշանակում է հետևյալը, որ հրդեհի բռնկման պահին կացարանում շմոլ գազ չի եղել, իսկ եթե շմոլ գազ չի եղել, դա նշանակում է, որ հրդեհի բռնկման պահին, այսինքն ենթադրաբար Եղիշի կողմից վառարանը հրդեհելու պահին զոհված զինծառայողները հանգիստ նորմալ պայմաններում քնած են եղել։ Եթե նորմալ պայմաններում քնած են եղել, այսինքն շմոլ գազով թունավորված չեն եղել, դա նշանակում է, որ Եղիշեի ռեակցիայի ողջ մնացած զինվորների օգնության կանչելու պայմաններում զոհված զինծառայողները վայրկյանական պետք է արթնանային եւ իրենք կարողանային այդ տարածքից դուրս գալ։ Հետեւաբար այս փորձագետի հայտած տեղեկությունները մեզ համար էական են եւ մենք դատաբժշկների հարցաքննության ընթացքում փորձենք հասկանալ այս հարցերի պատասխանները։ Այս փորձագետը նաեւ բավականին սենսացիոն տեղեկություն հաղորդեց նաեւ այն առումով, որ ինքը իմ կողմից բարձրացված հարցին, թե այնուամենայնիվ արդյոք պնդում է, որ օջախի հրդեհի օջախը եղել է վառարանը, նա դա հաստատեց, բայց չհաստատեց, որ հրդեհը կարող էր առաջացած լինել բենզինից, ինչը նորանոր հարցեր է առաջացնում, որովհետև այդ ծավալի բենզինի կիրառումը եւ դրանից նման ծավալի հրդեհի առաջացումը իսկապես որոշակի վերապահումներ է առաջացրել ծնողների մոտ, բայց այս փորձագետը նաեւ մեկ այլ կարևոր ուշագրավ տվյալ հաղորդեցպես մենք անպայման այդ հանգամանքը կօգտագործենք, որ ինքը տեսականում եւ գործնականում հնարավոր է համարում քննչական փորձարարության իրականացումը, իսկ դա նշանակում է, որ հնարավոր է
վերականգնել առավելագույնս նման դեպքի վայր եւ կազմակերպել քննչական փորձարարություն վերականգնելով դեպքի իրականացման այդ գործընթացը, որպեսզի պայմաններում հնարավոր լինի պարզել, թե իրականում կարող էր վառարանը վառելու արդյունքում նման ծավալի հրդեհ ստանալ եւ նման ողբերգության պատճառ դառնալ։ Մենք համապատասխան փուլում ես նման միջնորդություն կներկայացնեմ դատարանին, որպեսզի իրականացվի կրկնակի քննչական փորձարարություն ու դեպքի վայրում նմանատիպ բնակարանի ուրեմն պայմաններում մենք փորձենք վերականգնել դեպքը վառարանը վառելու հնարավոր հրդեհ ստանալու արդյունքում տեսնենք հնարավոր էր արդյոք նման պայմաններում կանխել հրդեհի տարածումը, որը կհասներ կացարան, որպեսզի պայմաններում զինվորները չէին արթնանա եւ նման ողբերգության ականատես կլինեին։ Իսկ դա առարկություններ ձեր կարծիքով չի առաջացնի, օրինակ զինվորները կարող են նույնը չեն հիմա մաղթիկ են, այս մաղթիկ կարող է քնած լինեն կամ ջերմաստիճան դրսի տարբերվում է Նմանատիպ պայմաններում քննչական փորձարարություն իրականացնելու պայմաններում գրեթե փորձ արվում առավելապես նմանեցնել թե եղանակային պայմանները, թե տարածքը, թե դեպքի հանգամանքները, հետաբար եթե նման խնդիր առաջանա, մենք փորձենք առավելագույնս այդ նույն ժամանակահատվածներում նման միջնորդություն ներկայացնել։ Եվ ըստ ձեզ ընկերներին ձայն չտալու Եղիշեի ու ողջ մնացած զինվորների մոտիվը ո՞րն էր։ Շատ ճիշտ եք ասում, իմ կողմն իմ մոտ էլ նման հարցադրում առաջացավ, ես գտնում եմ, որ նման մոտիվ կարող էր լինել մի դեպքում, եթե առկա է դիտավորություն, որպեսզի ուրեմն նրանց չարթնացնեն, բայց ուրիշ տրամաբանական մոտիվ ես չեմ տեսնում, որովհետև եթե համատեղ զինվորական ծառայության ընթացքում եթե որևէ խնդիր է առաջանում, բնականաբար մեկը մյուսին օգնելու, կարեկցելու, օժանդակելու, մեկը մյուսի որևէ ուրեմն իրավիճակից հանելու դեպքում զինվորական կոլեկտիվներում հաճախ է պատահում, երբ մեկը մյուսին ընկերներով օգնում են, առավել եւս նման իրավիճակում ես գտնում եմ, որ բացառվում է, եթե մոտիվ չլիներ, զինծառայողների մոտ չառաջանար մեկը մյուսին օգնելու ուրեմն ցանկություն։ Բայց կիսահեղետորական հարց էլի, այրվող մարդը կարող իրան զսպել չգոռալ։ Այրվող մարդը չէր կարող իրեն զսպել եւ չգոռալ, օգնություն կանչել նույնիսկ ոչ թե իր զինծառայողներին, զինակից ընկերներին, այլ իրեն օգնելու տեսանկյունից անգամ չէր կարող չգոռալ։ Բայց այնուամենայնիվ ես ուզում եմ արձանագրել հետեւյալը, որ այսօր ցուցմունք տված փորձագետը բավականին ուշագրավ տեղեկություններ հայտնեց, ընդ որում ըստ էության կասկածի տակ էլ դրեց վառարանը բենզինով վառելու հանգամանքը, այն դեպքում երբ կառավարության նիստում ամենաբարձր մակարդակով, վարչապետի մակարդակով հենց դեպքի օրը կառավարության նիստում նման պնդումներ արվեցին, որի հետևանքով էլ ընդ որում հասարակության մոտ այս հարցի, այս ողբերգության վերաբերյալ նման կասկածները հենց այդ պայից է սկսվել եւ ըստ էության փորձագետը ըստ էության չբացառելով հանդերձ միևնույն ժամանակ չհաստատեց, որ վառարանը կարող էր վառվել հենց այդ բենզինի հանգամանքով։ Սպասենք իրադարձություններին, տեսանելի ապագային բավականին հետաքրքիր դատավարական փուլ ենք թևակողելու, մեղադրյալների հարցաքննություն, որից հետո ապացույցների ծավալը լրացնելու միջնորդության փուլն է լինելու եւ ես իսկապես միջնորդելու եմ, որ կրկնակի քննչական փորձարարություն իրականացվի, որպեսզի հնարավոր լինի առավելապես վերականգնել դեպքը։ Երկրորդը մենք միջնորդելու ենք, որպեսզի դատակոչվեն ու հարցաքննեն դատաբժիշկները, որոնց համար ինձ համար ելակետային ու առանցքային է լինելու շմոլ գազի այդ տարածքում հայտնվելու հանգամանքը, թե որը կարող էր հանդիսանալ շմոլ գազի առաջացման պատճառը եւ ինչպես էր հնարավոր զինծառայողների մահվան պատճառը համ շմոլ գազի արկայությունը, համ կենդանության օրոք ջերմային էներգիայի ազդեցությունը եւ հետո համապատասխան փուլում մենք բազմաթիվ այլ միջնորդություններ ունենք, ես այս մասին խոսել եմ, որ ես ինքս միջնորդելու եմ, որ դատարան դատակոչվեն ու հարցաքննվեն երկրի վարչապետը, պաշտպանության նախարարը, այլ իրավասու մարմիններ, նոր քննության ավարտից հետո մենք մեր վերջնական դիրքորոշումը կարտահայտենք այս ողբերգության վերաբերյալ։